Եթե պաշտոնական Երևանը Հայաստանի անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնի, հանրության հետ կկիսվի։ Ապրիլի 10-ին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքներն ու Երևանի հերքումները նման են 44 օրյա պատերազմի մեկնարկի սցենարին։ Բաքուն այսօր էլ Երևանի մեղադրել է սահմանային կրակոցների մեջ Հայաստանի ՊՆ-ն հերքել է հայտարարությունը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Ապրիլի 10-ին կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում այս նախագիծը ներառել եւ հաստատել է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական աջակցության ձևով։ 2025-ի ապրիլից մինչև դեկտեմբեր է ներառյալ միջոցառման շրջանակներում կարիքավոր են համարվել այն ընտանիքները, որոնք մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է եղել 55,000 դրամից։ Ազատ ոճի իմբիշ Արսեն Հարությունյանը Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվեց ռուս մրցակից Զաուր Ուգուևին եւ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Հայ մարզիկը պարտություն կրեց 5-7 հաշվով, նշենք, որ կիսաեզրափակչում Հարությունյանը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիայի ներկայացուցչին։ Potting up, now a lift, trying to get that exposure on the back. Kids only time Wotel in this second round. Having a tough time clearing that head. Now he gets in on that leg, unorthodox, and he takes him to his back. A 4-point explosion by Hartunian, and he grabs the 5-3 lead. Իշխանի պարը բարձրունքում հայորդիների կատարմամբ հազարավոր դիտումներ է հավաքել։ Այն դիտորդներին գրավել է իր հայրենասիրական ոգով ու գեղեցիկ մատուցմամբ։ Սրա մասին են վկայում օգտատերերի մեկնաբանությունները տեսանյութին կից։ Փոքրիկ հայուհիները վարդավառ ազգային պարով են հանդես եկել հայաստանյան բեմերից մեկում ու հիացրել հանդիսատեսին։ Կատարումը հազարավոր դիտումներ ու լայն տարածում է գտել նաև սոցցանցերում։